Սրանց աշիկ։ Սրանք էլ են աղբա։ Ես արդեն չափից շատ եմ իմանել ասել մանդատների բան։ Հիմա պետք է գեղցի ուժեղ գեղցի աղբա Սամոյին էլի կարոզեմ, գրողի ծոցը գնա։ Իր ընտրությունն է։ Բայց դե մի բան ուզում եմ նկատել։ Ինձ թվում է, որ այս աղբեկը սրանց աշիկ, հենց այս աղբեկը ճնշում են կատարում, առանց այդ աղբա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնի, բա ոնց կլինի աղբեկը, մանդատավորվել, չէ՞։ Վայել է։ Ես եմ ճակերտների մեջ, բա ոնց կլինի։ Պատգամավոր են ուզում արտասայմոններ գնան, աղբեկը։ Հա, իմ կարծիքով հենց այս աղբեկը Նարեկի գլխավորությամբ ճնշում են գործադրում, առանց այդ գեղցի աղբա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնեն։ Հետո հայտարար է, որ հրաժարվում է, չէ՞, աղբեք։ Ինչա ձեզ թվում ամենակ այդ Նիկոլի աղբեկն է։ Ինչ փոքր քաղաք Երևան, ինչքան աղբի բալեք կան արա։ Բա պետականությունը արի ու միասը, էլ ում համար լինի։ Իսկ նման մարդկանց մատերի վրա կարելի է հաշվել։ Միայն Լոտի համար Աստվածը չխնայեց, Սոդոմ եւ Գամորան։ Լոտին հանեց, վերացրեց։ Ինչ պետականություն արա։ Չէ, բայց եթե հարցը միայն դրանում է, որ ճնշում են գործադրում, ենթադրենք Տաշիր Սամոն չի ուզում մանդատ։ Ասա այ աղբեք, ձեր հաշիվները փակած է։ Չնայած ես չգիտեմ ոնց է ինչքան է սրանց բարձրացրել Տաշիր Սամոն, բայց դե ասա դու ես իրանց բարձրացրել, ոչ թե հակառակը։ Բայց եթե տենց չի, կամ էլ տենց է, ինչ որ է, եթե մանդատ վերցնես Տաշիր Սամոն, կերածը կաթը այն ալենչիկը քաքի բենիտ մեջ Տաշիր Սամոն։ Այս դեպքում Արսեն այդ ալենչիկը քակն է արժեքավոր։ Նիկոլը խորխի ռեխիտ մեջ Տաշիր Սամոն, գրողի ծոցը գնա։